Ավտոմեքենայի կառուցվածքի դասեր սկսնակների համար մաս 4. Մխոց։ Մխոցը մետաղական գլան է, որը շարժվում է վեր ու վար այրման խցիկի ներսում։ Նրա հիմնական գործառույթը վառելիքի այրման արդյունքում առաջացած էներգիան մեխանիկական աշխատանքի վերածելն է։ Երբ վառելիքը այրվում է, առաջանում է բարձր ջերմաստիճան և ճնշում, որոնք մխոցը ներքև են հրում։ Այդ շարժումը փոխանցվում է ծնկաձև լիսեռին, իսկ նրանից մեքենայի անիվներին, առաջացնելով շարժում։ Մխոցները սովորաբար պատրաստվում են ալյումինից կամ հատուկ խառնուրդներից, որպեսզի ապահովեն թեթևություն և ամրություն։ Դրանք հագեցած են մխոցային օղակներով, որոնք ապահովում են այրման խցերի հերմետիկությունը, կանխում գազերի արտահոսքը, նվազեցնում մաշվածությունը։ Քանի որ մխոցները գործում են բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում, դրանց կառուցվածքը պետք է լինի ամուր և լավ նախագծված։ Այսպիսով, մխոցը շարժիչի առանցքային տարրերից է, որը քիմիական էներգիան վերածում է մեխանիկական շարժման։